Կառավարությունը մայիսի 22-ին հաստատեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը զինվորական ծառայության կարգավորման փոփոխությունների վերաբերյալ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախագիծը պահանջում է տեխնիկական լրացումներ, նրա խոսքով կան նաև բովանդակային փոփոխություններ։ Ըստ Պապիկյանի, կրճատ ժամկետով ծառայությունը պետք է սահմանել 1 ամսվա դեպքում 24 միլիոն դրամ, 4 ամսվա դեպքում 18 միլիոն դրամ։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն տարիքային շեմը սահմանել 32 տարեկանը։ Գերատեսչությունն առաջարկում է նաև պաշտպանության մասին օրենքում սահմանել, որ մինչև 16 տարին լրանալը Արական սեռի քաղաքացիները Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունենան 15 միլիոն դրամի հանրային և իրավական պարտավորություն։ Այդ պարտավորությունը դադարում է Արական սեռի քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու դեպքում հօգուտ պետական բյուջեի վճարման միջոցով։ Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով Հայաստանի իշխանությունների պատկերացումներում հզոր բանակ չկա, ուստի շարժվում են ապա ռազմականացման ճանապարհով։ Թրքահաճո իշխանության համար խաղաղության օրակարգը ըստ իրենց անխուսափելի մի բան է, ամեն ինչ հանձնելով, ամեն ինչ զիջելով, խաղաղություն են բերում իբր։ Ապա իրենց կոնցեպտի մեջ, իրենց ընկալումներում գոյություն չունի հզոր բանակի պատկերացում, չկա հզոր բանակի հեռանկար, որովհետև իրենք ըստ իրենց բերում են խաղաղություն, խաղաղության օրակարգում չպետք է լինի իմաստի չունի ավելի մարտունակ հզոր բանակի կարևոր լինելը։ Իհարկե բացահայտ այդ մասին չեն ասում, բայց իրենց արարքները, իրենց ձեռագիրը հուշում է, որ իրենք հենց այդ կոնցեպտի կողմնակիցն են։ Ադրբեջանն էլ պահանջում է ապառազմականացում մեզանից։ Հիմա այս բարեփոխում ասվածի լոգիկան իհարկե իրենք քողարկում են իբր բանակի համար օգտակար ինչ-որ հեռանկարով, այդ շղարշով իբր թե գումարներով ուղղելու են ավելի բանակի մարտունակությանը բարձրացնելուն եւ այլն, բայց իրականում տեսեք, բանակը քանդելու, բանակը ավերելու, բանակին բարոյական հարված, ոչ միայն բարոյական հարված հասցնելու ամենակարճ ճանապարհն է հնարավորություն տալը, որ ով ավելի միջոցների տեր է իր երեխային արտոնյալ կարգով ծառայի։ Ըստ էության իրենք հիմա գումարով հնարավորություն են տալիս, որպեսզի մարդկանց մի ինչ-որ հատված իրենց երեխեքին ծառայության տա արտոնյալ տարբերակով։ Ինչ է ստացվում, մի շատ նվաստացնող, շատ այսպես բացասական ու վտանգավոր բարոյահոգեբանական աուրայով արտահայտություն կա աղքատի բանակ։ Ուրեմն հիմա սա այդ դրամաբանությանն է տանելու, որովհետև ընդգծելու է սոցիալական անարդարությունը, սոցիալական շերտվածությունը, շերտված լինելը, տարբեր սեգմենտների իրար դեմ հալելը, սա անխուսափելի է լինելու, ով փող ունի, ով գումար ունի, ով միջոց ունի, հնարավորություն է ստանալու արտոնյալ պայմաններ ստեղծել երեխու համար, մյուսները չէ։ Այսինքն սոցիալական շերտավորման անարդարությունն ընդգծելու, աղքատի բանակի այդ կարծրատիպը ամրապնդելու քայլ է քողարկված ինչ-որ վեհ գաղափարներով իրականում ամեն ինչ շատ պարզ է։ Նորմալ երկրում նամանավանդ ռազմական ագրեսիայի անընդհատ վտանգի պայմաններում ընդհակառակը պետք է ավելի հնարավորինս հավասարության սկզբունքը ամրապնդել։ Ջամալյանի խոսքով պարտադիր զինվորական ծառայության հետ կապված կոռուպցիոն ռիսկեր միշտ եղել են, սակայն այս նախագիծը ոչ թե նվազեցնում է դրանք, այլ ճիշտ հակառակը նոր ռիսկեր է առաջացնում։ Մենք շատ լավ գիտենք, որ միշտ էլ կոռուպցիոն ռիսկեր եղել են, բայց հիմա դեռ մի բան էլ իրենք ինչ են առաջարկում, ասում են ամեն զորակոչին այդ ուրեմն թիվը նման արտոնյալների, սահմանափակ է լինելու, այսինքն այստեղ են իրենք կոռուպցիոն ռիսկ ստեղծում, էլի։ Մինչդեռ ինչ է պետք անել, հնարավորինս առաջ մղել հավասարության սկզբունքը զինծառայության հայրենի պաշտպանության գործընթացում, եւ պայմանագրային զինծառայության սեգմենտը ամրապնդել պետք է անկասկած, բայց երկիրը միջոցներ ունի, այդ գումարներով չի, որ պետք է ամրապնդել պայմանագրային զինծառայության այդ սեգմենտը,
Բայց մենք տեսնում ենք, որ վիճարի միջոցներ մսխվում են, բարիբուն իմաստով, ուղղվում են դեպի ոստիկանություն, ուռճացվում է ոստիկանության ստրուկտուրան, բայց դրա հետ մեկտեղ ոստիկանության ֆունկցիոնալ արդյունավետությունը չի բարձրանում։ Իրենք գլխավոր դատախազը հայտարարում է, ասում է սպանությունների թիվը աճել է։ Հիմա դուք ահռելի միջոցները դնում եք ոստիկանության վրա։ Սպանությունների այլ հանցագործությունների թիվն էլ եթե աճում է զուգահեռաբար։ Անարդյունավետ միջոցների վատն։ Հիմա այդ գումարը բարեկային ծառայություն ուռճացնելու փոխարեն կարելի է ուղղել պայմանագրային զինծառայության ավելի ուրեմն ամրապնդմանը կարելի է չի արվում իսկ այսպես բանակը բարոյա լքելու բարոյական հարված հասցնելու ամենակարճ ճանապարհն է, եթե դու ստեղծում ես սոցիալական անհավասարության։ Նշենք, որ նախագիծը դեռ պետք է քննարկվի ազգային ժողովում, դրա ամբողջական ընդունումը կախված է խորհրդարանի դիրքորոշումից։